Դերեկ Պրինսի ծառայությունը ներկայացնում է Գառն ընդդեմ գազանի Դերեկ Պրինս Մենք հիմա միասին կկատարենք Սուրբ գրային այս հռչակումը մեր անունից Որպես Աստծո ընտրյալներ, սրբացած և սիրելի Մենք հագնում ենք գթություն, բարություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն, միմյանց հանդուրժելով և ներելով իրար, առանց մեկի դեմ գանգատի, ինչպես Քրիստոս ներեց մեզ, այդպես էլ մենք պարտավոր ենք անել, բայց այս ամենից վեր մենք հագնում ենք սերը, որը կատարելության կապն է, և թող Աստծո խաղաղությունը թագավորի մեր սրտերում, որի համար էլ մենք կանչված ենք մեկ մարմնում և մենք շնորհակալ ենք։ Թող Քրիստոսի խոսքը առատորեն բնակվի մեր մեջ, ամենայն իմաստությամբ ուսուցանելով և խրատելով միմյանց սաղմոսներով, օրհներգություններով և հոգևոր երգերով, շնորհքով երգելով մեր սրտերում Տիրոջը։ Եվ ինչ էլ որ անենք, խոսքով կամ գործով, ամեն ինչ անենք Տեր Հիսուս Քրիստոսի անունով, շնորհակալություն հայտնելով Աստծուն, Հորը նրա միջոցով։ Ամեն։ Որոշ առումով ուզում եմ ասել, որ այս եզրափակիչ ուղերձը շարունակությունն է այն բանի, ինչի մասին խոսում էի երեկ երեկոյան։ Անցած երեկոյան ես խոսեցի էլի հակաքրիստոսի հայտնվելու մասին, թե որտեղից է այն դուրս գալու և փորձեցի տալ ձեզ աստվածաշնչյան ամբողջական պատկեր, թե ինչպիսի անձ կլինի նա, ինչպես կգործի և ինչ կանի։ Նաև ասացի, որ նրա 3 աստվածաշնչյան տիտղոսներից մեկն է գազանը։ Այսօր ուզում եմ խոսել այս համատեքստում մեկ այլ էակի մասին, որը լիովին հակառակն է։ Գառը։ Եթե դուք հայտնություն գիրքը դիտեք այս լույսի ներքո, կտեսնեք, որ այն ներկայացնում է պատերազմ Աստծո գառան և գազանի միջև։ Հետաքրքիր է, որ գառը հիշատակվում է այս գրքում 28 անգամ, իսկ գազանը 35 անգամ։ Անգլերենում այս համեմատությունը հստակ չէ, սակայն նոր կտակարանի հունարենում երկու տիտղոսների միջև հստակ հավասարակշռություն կա, քանի որ գառ բառի հունարեն համարժեքը առնյոն է, իսկ գազանը թերիոն։ Այսպիսով դրանք ձևով շատ նման են, հայտնություն գրքում կա որոշակի հավասարակշռություն գառան հայտնության և գազանի հայտնության միջև։ Հիմա, մտածելով երեկվա ասածների շուրջ, որոշեցի կազմել գազանին նկարագրող մակդիրների ցուցակ։ Կազմեցի 10, որոնք հիմա կկարդամ ձեզ համար։ Խորամանկ, խաբուսիկ, հպարտ, ինքնագով, վայրագ, դաժան, դավաճան, մարդասպան, բռնակալ և իշխող։ Կկարդամ կրկին, քանի որ պետք է իմանանք, թե ում հետ գործ ունենք։
խորամանկ, խաբուսիկ, հպարտ, ինքնագով, վայրագ, դաժան, դավաճան, մարդասպան, բռնակալ և իշխող։ Կարծում եմ հետաքրքիր է, որ Յենկան հրապարակել է իր գիրքը։ Եթե ճիշտ հիշեմ, 3 տիտղոսներն են մանիպուլյացիան, իշխելը և վերահսկումը։ Շատ լավ։ Մանիպուլյացիա, իշխել և վերահսկում։ Գիտեք ինչ հոգի է դա։ Վայրենի գազանի հոգին։ Ճիշտ է, ես դեռ չեմ կարդացել, բայց նա գիրքը չի գրել ապագայի մասին, այլ մեր առօրյայում առկա իրավիճակների և մարդկանց մասին։ Ավելին, այդ մարդկանցից շատերը ներսում են, եկեղեցու ներսում, և քիչ չեն նրանցից, ովքեր ծառայության մեջ են։ Սա ասում եմ, որովհետև ուզում եմ հասկանաք, մենք պայքարի մեջ ենք երկու հոգևոր ուժերի միջև։ Գազանի հոգին և գառան հոգին։ Իմ անձնական կարծիքով, և կարծում եմ Տերն ինձ պարզ ասել է, որ հիմա է ժամանակը, երբ մենք պետք է կատարենք մեր որոշումը։ Եթե հիմա թույլ տանք, որ մեզ իշխի գազանի հոգին, ապա երբ նա ի հայտ գա, մենք կգտնվենք նրա իշխանության տակ։ Այդ ժամանակ շատ ուշ կլինի ասել ոչ, ես դա չեմ ուզում։ Հուսով եմ հասկանում եք ինչ եմ ասում։ Եթե ճիշտ եմ, ապա այսօր մեր վերաբերմունքով, ապրելակերպով և հարաբերություններով որոշում ենք մեր ճակատագիրը, որովհետև աշխարհը կանգնելու է մի պարզ ընտրության առաջ։ Գառը կամ գազանը։ Եվ ով չի լինի գառան իշխանության տակ, կգտնվի գազանի իշխանության տակ։ Իսկ եթե գառան ներքո ես, հիմա էլ կդրսևորես գառան հոգին։ Իսկ եթե հիմա դրսևորում ես վայրենի գազանի հոգին, երբ նա հայտնվի, դու կլինես նրա զոհերից մեկը։ Այդ ժամանակ փոխվել հնարավոր չի լինի։ Ահա թե ինչու այս վերջին ժամանակներում մեր ապրելու ձևը չափազանց կարևոր է։ Ահա թե ինչու պետք է հասկանալ խնդիրների էությունը։ Մի բան եմ սովորել սատանայի մասին և կարծում եմ Դեյվիդ Փոուսոնն էլ էր նույնն ասել, նա ամենից շատ ատում է բացահայտվելը։ Այն ինչ անում եմ Աստվածաշնչի լույսով, նրա բացահայտումն է։ Գիտեմ, նա ինձ չի սիրում, բայց ես առանց նրա հաճության էլ կապրեմ։ Հայտնություն 17-րդ գլխի 12-ից 14 խոսքերում նկարագրված է այն պատերազմը, որի մասին խոսում եմ։ Չեմ կարող վերադառնալ երեկվա դասին, 10 եղջյուրների և այլն, պարզապես շարունակենք այդտեղից։ Հայտնություն 17-12-ից սկսած։ Եվ այն 10 եղջյուրները, որ տեսար, 10 թագավորներ են, որոնք դեռ թագավորություն չեն ստացել, այլ այն գազանի հետ որպես թագավոր 1 ժամ իշխանություն պիտի ստանան։ Սրանք միակարծիք են, իրենց զորությունն ու իշխանությունը տալիս են գազանին։ Սրանք պատերազմելու են գառան հետ և գառը հաղթելու է նրանց, որովհետև տերերի տերն է ու թագավորների թագավորը, և ովքեր նրա հետ են, կանչվածներ են, ընտրյալներ ու հավատարիմներ։ Այսպիսով այս պատերազմը հստակ ներկայացված է։ Այդ պատերազմը Հայտնություն գրքի հիմնական թեմաներից մեկն է։ Պատերազմ կա գազանի և նրա հետևորդների ու գառան միջև։ Իսկ ով է գառը։ Հիսուսը, ճիշտ է։
And you notice the kind of people that are with the Lamb, Նկատում եք ինչպիսի մարդիկ են նրա հետ։ those who are Նրանք with him նկարագրվում են 3 խոսքով. have three descriptions. They're called կանչվածներ, and they're faithful. ընտրյալներ եւ See, հավատարիմներ։ Jesus said, many are called, Հիսուսն ասում է, շատերն են կանչված, a lot բայց of քչերն people են are ընտրված։ invited, Շատերին է հրավերը հասցված and they may accept the invitation. եւ գուցե ընդունեն այն, բայց չեն կատարում պայմանները դրա համար էլ չեն ընտրվում։ So they're not chosen. Սա ճշմարիտ է նաեւ միսիոներական կոչման հարցում։ Multitudes of people are called, Բազմաթիվ մարդիկ են կանչված, բայց շատերը երբեք չեն ընտրվում, որովհետև չեն համապատասխանում but պահանջներին։ after being chosen, Բայց there's one ընտրվելուց more, հետո եւս մեկ պահանջ կա՝ which is to be faithful. հավատարիմ լինել։ And so if we are Ուրեմն եթե ուզում ենք լինել գառան բանակում, army of the պետք է Lamb, համապատասխանենք have to fulfill those three 3 requirements. պահանջներին՝ Called կանչված լինել, ընտրված լինել and faithful. եւ հավատարիմ մնալ։ And I Հավանաբար ավելի երկար ժամանակ է, ինչ ես Christian, քրիստոնյա եմ, most of you here. քան այստեղ եղողներից շատերը։ Շատ ենք խոսում երիտասարդ քրիստոնյաների խնդիրների մասին։ Ուզում եմ ասել, որ դրանք ոչինչ են համեմատած հին հավատացյալների խնդրի հետ։ Մի կարծեք, թե ամեն ինչ հեշտանում է, չի հեշտանում։ It gets more Որքան առաջ ես գնում, այնքան ավելի բարդ եւ պահանջկոտ է դառնում դրությունը։ the pressures increase. Ճնշումներն աճում են, Strength should increase. բայց նաեւ ուժդ պետք է աճի այդ ճնշումներին դիմակայելու համար։ In John chapter 1, we have the Lamb Հովանես առաջին գլխում beautifully մենք տեսնում ենք, թե ինչպես է գառը by the man գեղեցիկ կերպով ներկայացվում նրա համար ուղարկված մարդու Հովանես Մկրտչի կողմից։ Հովանես առաջին գլխի 29-ից 34 խոսքերում ունենք այս աստվածային տեսարանը։ Հաջորդ օրը Հովանեսը տեսավ Հիսուսին, որ գալիս էր իր մոտ ու ասաց. Ահա Աստծո գառը, որ իր վրա է վերցնում աշխարհի մեղքը։ Սա է, որի մասին ես ասում էի. Ինձանից հետո գալիս է մեկը, որ ինձանից մեծ է, որովհետև նա կար ինձանից առաջ։ Ես չէի ճանաչում նրան, սակայն որպեսզի նա հայտնի լինի Իսրայելին, դրա համար եկա ջրով մկրտելու։ Եվ Հովանեսը վկայեց ու ասաց. տեսնում էի հոգին, դա Սուրբ Հոգին է, որ աղավնու պես իջնում էր երկնքից եւ հանգչում նրա վրա։ Ես նրան չէի ճանաչում, բայց նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, ինձ ասաց. Ում վրա տեսնես, որ հոգին իջնում է ու մնում, նա է Սուրբ Հոգով մկրտողը։ Ու ես տեսա եւ վկայեցի, թե սա է Աստծո որդին։ Հետաքրքիր է, որ այս կարևոր հատվածում, որով ներկայացվում է Հիսուսը, կենդանական աշխարհից 2 արարած օգտագործվում են հոգևոր ճշմարտությունը պատկերելու համար։ Տեսնում ենք թռչունը, աղավնին եւ գառը։ Աստվածաշունչն ասում է, որ աղավնին իջավ գառան վրա եւ մնաց նրա վրա։ Տեսնում եք, Սուրբ Հոգին փնտրում էր մեկ անձի, ով կբավարարեր պահանջները։ Նա չէր փնտրում առյուծ, նա չէր փնտրում վագր, նա չէր փնտրում փիղ, նա փնտրում է գառ։ Սա է միակ բնույթը, որի վրա Սուրբ Հոգին կարող է իջնել եւ մնալ։ Դու որպես հավատացյալ չես կարող Սուրբ Հոգին ընդունել, եթե քո մեջ չկա Հիսուսի բնույթը վերածննդի միջոցով։ Նա կիջնի այդ էության վրա, նա չի իջնի քեզ վրա քո հին բնության պատճառով, այլ նոր բնության վրա, որը գալիս է վերստին ծննդից, Հիսուսի բնությունը։ Շատ կարևոր բնորոշիչը Հիսուսի որպես Մեսիայի այն էր, որ Հոգին կիջներ նրա վրա եւ կմնար։ Սա է վճռորոշ չափանիշը։ Այսօր համեմատաբար հեշտ է Սուրբ Հոգին ընդունելը։
It's preached and taught. Այս մասին քարոզում են, սովորեցնում, վկայում։ Ես հազարավոր մարդկանց եմ տեսել, ովքեր ընդունել են Սուրբ Հոգին։ Տեսել եմ ինչպես է աղավնին իջել նրանց վրա։ Բայց նրանցից շատ քչերի վրա է աղավնին մնացել, որովհետև նա միայն կմնա այնտեղ, որտեղ գառան հոգին է իշխում։ Պետք է զգուշությամբ արտահայտվեմ, բայց կարող եմ օրինակներ բերել տարբեր մարդկանց ծառայությունների ու շարժումների, որոնց վրա ինչ որ ժամանակ աղավնին իջավ, բայց նա չմնաց։ Այսօր նա այնտեղ չէ։ Դու և ես պետք է մեզ հարցնենք. Այո, Սուրբ Հոգով մկրտվել ենք։ Իմ դեպքում դա եղել է 51 տարի առաջ։ Հարցն այն չէ, թե ինչ է եղել 51 տարի առաջ։ Հարցն այն է, ինչ հարաբերության մեջ եմ աղավնու հետ այսօր։ Նա մնացել է ինձ վրա 51 տարվա ընթացքում։ Դուք այդ հարցին չպետք է իմ փոխարեն պատասխանեք, դա իմ հարցն է։ Բայց դու պիտի պատասխանես քո փոխարեն։ Մարդիկ գալիս են ու ասում, պրինց եղբայր 1982-ին մկրտվել եմ Սուրբ Հոգով ու լեզուներով եմ խոսել, ասում եմ լավ է, բայց հիմա 1992 թվականն է, ինչ է տեղի ունեցել այդ 10 տարիների ընթացքում, արդյոք նա դեռ մնում է քո վրա։ Պետք է ասեմ, ողբերգական է այն դեպքերի քանակը, երբ Սուրբ Հոգին իջավ, բայց չմնաց, որովհետև այդ մարդիկ չմշակեցին և չցուցաբերեցին գառան բնությունը։ Ես զգուշությամբ եմ խոսում, որովհետև չեմ ուզում որևէ կերպ վնասել ուրիշ ծառայություններին, բայց առաջարկում եմ, երբ բախվում եք ծառայության, որը պահանջներ է դնում ձեզ վրա, հարց տվեք ինքներդ ձեզ, աղավնին մնում է նրանց վրա, ցուցաբերում են նրանք գառան բնությունը։ Կբերեմ մեկ օրինակ վաղ անցյալից, մոտ 50 կամ ավել տարիներ առաջ, ավելի ճիշտ 60։ Երկու համաշխարհային պատերազմների միջև ժամանակահատվածում Աստված Անգլիային տվեց դարաշրջանի երկու ամենանշանավոր ավետարանիչներին։ Նրանք մարմնով եղբայրներ էին, Ջորջ Ջեֆրիս և Սթիվեն Ջեֆրիս։ Ես ճանաչում եմ մարդկանց, ովքեր ճանաչել են նրանց, եղել են նրանց ժողովներին, պատմել են ինձ անձամբ։ Կարծում եմ, այս դարում ավելի մեծ կամ զորավոր ծառայություն ունեցող ավետարանիչ չի եղել, քան Ջորջ Ջեֆրիսը։ Այն ժամանակ հոգեգալստական շարժումը համարվում էր ծաղրված մի փոքր աղանդ։ Քչերն էին պատրաստ գին տալ այդ շարժմանը հետևելու համար։ Բայց երբ Ջորջ Ջեֆրիսը քարոզում էր, առանց դժվարության լցնում էր Royal Albert Hall-ը 9000 մարդով։ Երբ նա գնում էր դահլիճի միջով դեպի բեմ, երբ անցնում էր շարքերով, Աստծո զորությունը իջնում էր այդ շարքերի վրա գտնվող մարդկանց վրա։ Ջորջն ու Սթիվենը եղբայրներ էին, երկուսն էլ զորավոր ծառայություն ունեին, բայց վիճեցին։ Նրանք ոչ միայն հոգով, այլև մարմնով եղբայրներ էին։ Այնուամենայնիվ վիճեցին, բաժանվեցին, չկարողացան համատեղ ծառայել։ Ջորջ Ջեֆրիսը Էլիմ շարժման հիմնադիրն էր, բայց մարդիկ, որոնց միջոցով ես եկա Տիրոջը, եղել են այն ժամանակ, երբ նա ասել է. ես կխորտակեմ Էլիմը, որովհետև նա բաժանվել էր իր իսկ շարժումից։
Ինչ է դա։ It's a tragedy that Դա grieves the ողբերգություն է, heart of God. որն առավել խոր կերպով վշտացնում է Աստծո սիրտը, քան մենք երբևէ կարող ենք հասկանալ։ One of the things about Pentecost and charismatic Հոգեգալստական եւ խարիզմատիկ շարժման մասին ընդհանրությունն այն է, որ մենք կենտրոնանում I ենք believe in power, զորության վրա։ Ես հավատում եմ զորությանը։ Զորությունը ոգևորող է, more important բայց կան բաներ, որոնք զորությունից ավելի կարևոր են։ holiness is one, Սրբությունը մեկն է love եւ սերը մյուսը։ and we need Պետք է մեզ հարցնենք, is աղավնին remaining մնում է ինձ վրա։ Ցուցաբերում եմ, մշակում եմ գառան բնությունը։ Պետք է ասեմ, որ գառան բնությունը լիովին հակասում է ժամանակակից մշակույթին։ to contemporary culture. Կասկածում եմ, թե երբևէ եղել է մի դարաշրջան, երբ մշակույթն այսքան հակառակ է եղել գառան բնությանը։ To the nature of the Lamb. Ինքս ինձ հարց էի Asking տալիս, myself, ինչպես կարող եմ կարճ կերպով նկարագրել գառան բնությունը Scripture, ըստ the գրքի։ nature of the Lamb. And I felt God directed me to Զգացի, որ Աստված ինձ ուղեց դեպի լեռան քարոզը, to Matthew chapter 5. Մատթեոսի 5-րդ գլուխ, հայտնի երանելիները, 8 մարդ կամ persons or people 8 տեսակի մարդիկ, որոնց մասին Հիսուսն ասաց երանելի։ Որպես քարոզիչ ես հանդիպում եմ բազմաթիվ քրիստոնյաների, who are ովքեր Աստծո օրհնությունն են փնտրում։ but I mean Բայց քչերն են հասկանում, որ դրա համար պետք է որոշ պայմաններ կատարել։ to meet certain conditions. Եթե դու կատարես պայմանները, ստիպված չես փնտրել օրհնությունը, The blessing will seek you. օրհնությունն ինքն է փնտրելու քեզ։ Մովսեսն Իսրայելին ասաց. եթե այս պատվիրանները պահեք, Աստծո օրհնությունը կգա ձեզ վրա եւ կհասնի God ձեզ։ will come upon you and overtake you. When I find people simply Երբ տեսնում եմ մարդկանց, ովքեր պարզապես օրհնություններ են հետապնդում, լուրջ կասկածներ եմ ունենում Տիրոջ հետ ունեցած նրանց հարաբերության վերաբերյալ։ blessing can become a Օրհնությունները կարող են կուրք դառնալ։ So let me Շատ լավ, թույլ տվեք շատ հակիրճ անցնել երանելիների go միջով։ through the Beatitudes with you. Somebody Մեր in տանը our ինչ house որ մեկը put up հայելու on the վրա wall, գրել on էր the mirror, երանելի, be attitude. այսինքն մեկը ով ճիշտ վերաբերմունք ունի։ Լավ գաղափար է այդպես մտածել։ Դրանք իրականում վերաբերմունքներ են։ And Շատերս այնքան ենք վարժվել եկեղեցական մոտեցումներին, որ չենք գիտակցում, դրանք չափազանց հակասական են։ Հիսուսը երանի էր տալիս այն մարդկանց, որոնք բնական կամ աշխարհիկ տեսանկյունից ամենավերջինն էին համարվում երանելի։ to be considered blessed. He overturned all popular Նա շրջեց երանելիության բոլոր հանրաճանաչ պատկերացումները եւ եկավ հռչակելու հոր թագավորությունը։ Սա իսկապես թագավորության սահմանադրությունն է, լեռան քարոզը։ Այնինչ նա ասում էր ըստ էության հետևյալն էր. թագավորության քաղաքացիները այն մարդիկ են, ովքեր այսպես են վարվում։ Այլ կերպ ասած, եթե ուզում ենք լինել թագավորության քաղաքացի, ապա սա այն վարքագիծն է, որն ակնկալվում է մեզանից։ Եկեք պարզապես ընթերցենք դրանք առանց երկար կանգ առնելու։ Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Շատ քչերն են կարծում, որ աղքատ լինելը երանություն է։ Դա ցնցող հայտարարություն էր։ Նա չէր խոսում ֆինանսական աղքատության մասին, այլ հոգևոր աղքատության։ Նոր կտակարանում Աստված երկու բաներում է համարվում հարուստ՝ ողորմությունով եւ շնորհով։ Հոգով աղքատներն այն մարդիկ են, ովքեր գիտակցում են, որքան խիստ կարիք ունեն Աստծո ողորմության եւ շնորհի։ Նրանք հարուստ չեն իրենց իսկ արժեքներով։ Հունարենում օգտագործված բառը նշանակում է մուրացկան։ Թույլ տվեք հարցնել, դու մուրացկան ես հոգով, թե գոհ ես ինքդ քեզանից։ Կարծում ես բավական հեռու ես գնացել, բավական լավն ես։
Պատկանում ես մի եկեղեցու, որը կարծես թե ավելի լավն է, քան մյուսները։ Դա հոգու աղքատություն չէ։ Հայտնություն գրքում երկու եկեղեցի կա, որոնք հետաքրքիր հակադրություն են։ Դրանք վերջին երկուսն են, կարծում եմ դրանք նախատիպեր են դարավերջի եկեղեցիների։ Նախ անդրադառնանք հայտնություն 3:15-ին և հետևյալ համարներին։ Սա Լաոդիկիայի եկեղեցին է։ Ընդհանուր առմամբ Լաոդիկիա նշանակում է ժողովրդի իրավունքներ։ Հունարենում ժողովուրդ լաոս, իրավունք դիկիա։ Այսինքն սա այն մարդկանց եկեղեցին է, ովքեր պահանջում են իրենց իրավունքները։ Հիսուսն ասում է մի քանի ամենահետաքրքիր բաները։ Կարդացել եմ այդ խոսքերը և խորհել դրանց շուրջ։ Նա ասում է նույն բանը, ինչ ասել է 7 եկեղեցիների յուրաքանչյուրին։ Գիտեմ քո գործերը, որ ոչ սառն ես, ոչ էլ տաք, երանի սառը կամ տաք լինեիր։ Հիսուսն ասում է դու գաղջ ես։ Հիշում եմ մոտ 25 տարի առաջ էր, որ հրավիրված էի քարոզել մի եկեղեցում Կանադայում։ Սովորաբար չեմ սպասում նման հրավերքի, բայց նրանք ինձ ասացին, որ նախքան իմ գնալը ես իրենց խոսք փոխանցեի Աստծուց։ Գիտեք ինչի մասին քարոզեցի Լաոդիկիայի եկեղեցու։ Եվ նրանք չէին կարող հավատալ, որ դա խոսք էր Աստծուց։ Ես որևէ նախապաշարում չունեի, որևէ կերպ տրամադրված չէի, ես պարզապես փոխանցեցի նրանց այն, ինչ հավատում էի, որ Տերն էր ինձ տվել իրենց համար։ Սակայն նրանք ի վիճակի չէին հավատալ, որ Լաոդիկիայի եկեղեցու նկարագիրը կարող էր վերաբերվել նաև նրանց։ Լսեք բնութագիրը, ուրեմն քանի որ գաղջ ես և ոչ տաք, ոչ էլ սառը, քեզ իմ բերանից պիտի փսխեմ, որովհետև ասում ես, ես հարուստ եմ և ավելի հարստացա, ոչ մի բանի կարոտ չեմ, բայց չգիտես, որ դու թշվառ ու ողորմելի, աղքատ, կույր ու մերկ ես, ես քեզ խորհուրդ եմ տալիս, գնիր ինձնից կրակի մեջ թրծված ոսկի, որ հարստանաս, այսինքն փորձարկված հավատ, և սպիտակ զգեստներ, որ հագնես, որպեսզի քո մերկությունը չերևա, և չամաչես, աչքերի դեղ դիր, որ տեսնես։ Կարող եք ընդունել այն հնարավորությունը, որ մարդ կարող է լինել թշվառ, խղճալի, աղքատ, կույր ու մերկ, բայց նույնիսկ չգիտակցել դա։ Բայց ահա դա Լաոդիկիայի եկեղեցու վիճակն է։ Նրանք լիովին խեղաթյուրված արժեքային համակարգ ունեին։ Քանի որ տեսանելիորեն ֆինանսապես բարգավաճ էին, կարծում էին հոգևոր մարդիկ են։ Արդյոք սա նման չէ այն բանին, ինչ շատ հաճախ այսօր քարոզվում է։ Կարծում եմ սա Ամերիկայի եկեղեցու հիմնական խնդիրներից մեկն է։ Այժմ անդրադառնանք մեկ այլ դարավերջյան եկեղեցու, ըստ իմ պատկերացման, Ֆիլադելֆիային։ Ֆիլադելֆիա նշանակում է եղբայրական սեր, և այդ եկեղեցուն Հիսուսն ասում է 7-րդ համարում. Ֆիլադելֆիայի եկեղեցու հրեշտակին գրիր, այսպես է ասում Սուրբը, ճշմարիտը, որ Դավթի բանալին ունի, նա որ բացում է և ոչ ոք չի փակում, նա որ փակում է և ոչ ոք չի բացում, գիտեմ քո գործերը։ Եղբայրներ և քույրեր, հիշեք, Հիսուսը գիտի ձեր գործերը, նա գիտի, թե ինչ եք անում, նա միայն չի լսում ինչ եք ասում, այլ գիտի իրականում ինչ եք անում։ Գիտեմ քո գործերը, ահա քո առջև բացված դուռ դրեցի և այն ոչ ոք չի կարող փակել, որովհետև թեև քիչ զորություն ունես, բայց իմ խոսքը պահեցիր և իմ անունը չուրացար։
Իրականում նրանց մեծ ուժը հենց իրենց քիչ զորությունն էր։ Նրանք չէին կարող հենվել իրենց զորության վրա։ Նրանք պետք է հենվեին Աստծո հավատարմության վրա։ Հուսով եմ սա ճիշտ ձևով եմ ասում։ Կարծում եմ սա ճիշտ է նաև մեր ծառայության մասին։ Մենք փոքր զորություն ունենք, մեր ծառայությունը համեմատաբար փոքր է, բայց մենք պահել ենք Աստծո խոսքը, չենք ուրացել նրա անունը, եւ նա մեր առաջ մի դուռ է բացել այնքան լայն, որ մենք դժվարությամբ ենք հավատում դրան։ 1979 թվականին սկսեցի ռադիոհաղորդում Ամերիկայի Միացյալ Նահանգներում 8 կայաններով, ամսական $8,000 բյուջեով։ Չգիտեինք, թե որտեղից պիտի այդ գումարը գար։ Իմ մտքով էլ չէր անցնում, որ այդ հաղորդումը երբևէ Միացյալ Նահանգների սահմաններից դուրս կգա։ Ես ոչինչ չարեցի դա պլանավորելու համար, բայց այդ ռադիոհաղորդումը հիմա եթեր է հեռարձակվում 10 լեզվով, չինարենի 4 հիմնական բարբառներով՝ ռուսերեն, իսպաներեն, արաբերեն, մոնղոլերեն, տոնգոերեն, եւ հիմա աշխատում ենք ինդոնեզերեն տարբերակի վրա։ Կարծում եմ ամեն օր միլիոնավոր մարդիկ կարող են լսել այդ հաղորդումը։ Սա մեծ դուռ է։ Բայց Տերն է այն բացել։ Մենք նույնիսկ չէինք խնդրել նրան, մեր մտքով անգամ չէր անցել դա։ Իսկ սա մեր ծառայության միայն մի մասն է։ Այստեղ եղբայրներից մեկը կա Բուրունդիից։ Նա մոտեցավ ինձ ու շնորհակալություն հայտնեց, ասաց տարիներ շարունակ պարբերաբար ստանում ենք ձեր ուսուցման նյութերը։ Դրանք բաժանել ենք հարյուրավոր մարդկանց։ Մեր գլոբալ ծրագրով մենք ունենք մոտ 1700 լիաժամ ծառայող 120 ազգերում, ովքեր անվճար ստանում են մեր աստվածաշնչյան ուսուցման նյութերը։ Իմ գրքերից և գրականությունից մի մասն արդեն թարգմանվել է մոտ 50 լեզուներով։ Մեր տեսանյութերով աստվածաշնչյան դպրոցը բաղկացած իմ 29 ժամանոց ուսուցումից արդեն թարգմանվել է Արևելյան Եվրոպայի բոլոր հիմնական լեզուներով, բացի լեհերենից։ Այն արդեն կա ռուսերեն, հունգարերեն, չեխերեն, սերբերեն, ռումիներեն, ալբաներեն, գերմաներեն և այլ լեզուներով։ Ես սա չեմ ասում ինքնագովեստի համար, բայց եթե ես քարոզում եմ մի բան, որը գործնականում չի կիրառվում, ապա ինչու պետք է լսեք ինձ։ Իմ ասելիքը հետևյալն է. դա գործում է։ Աստված նկատի ունի այն, ինչ ասում է։ Իմ հիմնական աղոթքը միլիոնավոր դոլարներ ստանալը չէ, այլ այն, որ հավատարիմ լինենք Աստծո խոսքին և չուրանանք նրա անունը։ Իսկ մնացածի մասին Աստված հոգ կտանի։ Իմ խորին համոզմամբ այս երկու եկեղեցիները ներկայացնում են երկու հիմնական ուղղությունները, որոնք գործում են այսօր եկեղեցու ներսում հոգևոր ոլորտում։ Շատ եկեղեցիներ Լաոդիկիայի նման են, բայց կան նաև Ֆիլադելֆիայի նմանները։ Պետք է մեզ հարց տանք. ինչի մեջ եմ ներգրավված, ինչին եմ տալիս իմ ժամանակը և միջոցները։ Արդյոք դա մի փոքր ինքնաբավ խումբ է, որն ամեն կիրակի հավաքվում է և հեռանալիս ասում են.
And when they separate, they say, God Աստված bless you, օրհնի brother. եղբայր, See you կհանդիպենք next Sunday. մյուս կիրակի։ That doesn't interest me. And one thing I Դա find ինձ չի difficult հրապուրում։ is a congregation that consists of Ինձ people համար all դժվար է the գտնվել same մի color, ժողովի same մեջ, որտեղ social բոլոր մարդիկ նույն գույնի են, նույն I'm really not սոցիալական happy. խավից։ I like a good mixture. Ես ինձ լավ չեմ զգում Different նման colors, միջավայրում։ different social levels, different languages. Սիրում եմ That's խառնված where I'm միջավայր, happy. տարբեր գույներ, տարբեր սոցիալական մակարդակներ, տարբեր լեզուներ։ In 1963, God Դրա մեջ եմ ես երջանիկ։ 1963 թվականին Աստված ինձ նետեց ազատագրության ծառայության մեջ։ Ձեզնից ոմանք տեսել են այն, ինչ արել եմ։ Ես չէի պլանավորել դա, բայց մեր կիրակնորյա ծառայությունների ընթացքում Սիեթլում, Վաշինգտոնում մի սիրելի քրոջ մեջ, ով նվագում էր դաշնամուր, դիվային դրսևորում եղավ ամբիոնի դիմաց։ Այդ պահին ես քարոզում եի հետևյալ թեման, անկախ նրանից, թե Սատանան ինչ է անում, վերջին խոսքն Աստծունն է։ Ես հասկացա, կամ պետք է ապացուցեմ դա, կամ պետք է դադարեցնեմ քարոզելը։ Կանչեցի իմ առաջին կնոջը եւ երկու ուրիշ անձի հետ աղոթեցինք ու դևը դուրս անեցինք այդ կնոջից ժողովի առաջ։ Նրանք հոգեկալստական էին, բայց երբ դևը դուրս եկավ, գունատվեցին։ Իրոք թվում էր, թե ուրվական են տեսել, երբեք չէին տեսել նման բան։ Եվ անկախ իմ ցանկությունից ներս մտա այդ ոլորտ։ Ես դա չեմ փնտրել։ Եթե ընտրության հնարավորություն տրված լիներ, երևի ավելի ռոմանտիկ մի բան կընտրեի, բայց մի բան տեղի ունեցավ։ Այդ աղջիկը հրաշալի ազատագրություն ունեցավ։ Այդ օրը մոտ 2 ժամ անցկացրինք եկեղեցու հողովի գրասենյակում։ Ժամանակի կեսը նա փորձում էր իր հագուստը պատռել, ինչը կիրակի առավոտյան սովորական գործ չէր հողովի գրասենյակի համար։ Նա երբեք չվերադարձավ այդ ժողով։ Գիտակցեցի, նա ամաչում էր Երևալ այդ մարդկանց առաջ։ Դա ինձ կանգնեցրեց մի լուրջ հարցի առաջ։ Ասացի, ո՞րն է իմ հովության նպատակը։ Ում եմ ես հովվում։ Սա միջին խավի սոցիալական ակումբ է, որ հավաքվում է կիրակի առավոտյան, թե մի վայր է, ուր խորը կարիք ունեցող մարդիկ կարող են գալ եւ օգնություն ստանալ։ Ես կարևոր որոշում կայացրի, ասացի, անձամբ ես կգնամ կարիք ունեցողների հետևից, անկախ այն բանից դա հարգի է, արդյոք մարդիկ իրենց պարկեշտ են պահում եկեղեցում, արդյոք մենք ունենք արժանապատիվ ծառայություններ, այդ ամենը երկրորդական է։ Եկեք լինենք իրական, այս համաժողովի թեման իրականությունն է։ Ամեն։ Շնորհակալ եմ Աստծուն մահեշ եղբոր համար։ Նա եղել է նրանցից մեկը, ով պայքարի մեջ է եղել մեզ հետ։ Նա նաև իր կերպով է պայքարել։ Բայց ինչ որ իմաստով միասին ենք սկսել։ Շատ երկար ճանապարհ ենք անցել։ Ոչ թե որովհետև մեծ ենք, այլ որովհետև փոքր զորություն ունենք, պահել ենք Աստծո խոսքը եւ չենք ուրացել նրա անունը։ Այսպիսով, ինչպիսի համայնքի մաս ես ուզում լինել։ Ինչպիսի գործի մեջ ես ուզում ներգրավվել։ Եկեք արագ վերադառնանք երանելիների ցուցակին։ Հաջորդը Երանի սգավորներին, որովհետև նրանք կմխիթարվեն։ Սովորաբար ոչ ոք սգալը երանություն չի համարում։ Բայց Հիսուսն ասաց, հենց սգացողներն են երանելի։ Նրանք, ովքեր ցավում են, ովքեր սրտացավ են, ովքեր խոնարհվում են, ովքեր ուրիշների վիշտը կիսում են, նրանք կմխիթարվեն։ Հաջորդը Երանի հեզերին, որովհետև նրանք կժառանգեն երկիրը։ Այսօր հեզության մասին շատ քիչ է խոսվում։ Փաստորեն այդ բառը գրեթե դուրս է եկել ժամանակակից բառապաշարից։ Բայց այն դեռևս իրական եւ գործուն բան է։ Հեզերը չեն զավթում երկիրը, չեն իշխում նրա վրա, նրանք ժառանգում են այն։ Դա հավատքի փորձառություն է։ Պատրաստ ես թույլ տալ Աստծուն, որ նա տա այն ժառանգությունը, որն իր ոտքի տակ ունի քեզ համար,
առանց բռնագանձելու, առանց կռվի, դա որոշում է։ Հաջորդը, երանի նրանց, ովքեր քաղցած են և ծարավ արդարության, որովհետև նրանք կկշտանան։ Մերձավոր Արևելքում սա հատկապես տարօրինակ հայտարարություն է։ Երանի նրանց, ովքեր քաղցած են և ծարավ։ Շատ քաղցած մարդիկ կային և որոշ ծարավ մարդիկ, բայց նրանք իրենց երանելի չէին համարում։ Դա հակասություն էր։ Հիսուսն ասում էր. «Երանելի են նրանք, ովքեր քաղցած ու ծարավ են արդարության»։ Ես շատ մարդկանց եմ հանդիպում, ովքեր քաղցած են բժշկության, ազատագրության համար, բայց քիչ են նրանք, ովքեր իսկապես քաղցած ու ծարավ են արդարության։ Երուսաղեմում մենք մի եկեղեցի ենք հաճախում և մի քանի ամիս առաջ կիրակնօրյա ծառայության ընթացքում մի հյուր քարոզիչ այս համարի շուրջ էր խոսում. Երանի նրանց, ովքեր քաղցած են և ծարավ արդարության։ Լավ քարոզ էր, լավ կառուցվածքով, լավ օրինակներով։ Շատ մանրամասն բացատրեց ինչ է նշանակում իսկապես ծարավ լինել։ Լսում էի ու մտածում, լավ է, բայց այն չշարժեց և չհուզեց ինձ։ Հետո սկսվեց երկրպագության պահ, և երկրպագության առաջնորդն ասաց. «Աստված այստեղ է հիմա, եթե ունեք աղոթքի խնդրանք, բերեք նրան»։ Ես ոչինչ չէի մտածել նախապես, բայց առանց ծրագրելու բացականչեցի Տիրոջը. «Տեր, իմ ամբողջ ուզածն այն է, որ քեզ ավելին ունենամ»։ Ուզում եմ ասել, ես ստացա։ Այնքան ստացա, որ մի պահ շփոթվեցի, մտածեցի գուցե խանգարեմ ծառայությանը։ Թույլ տվեք խորհուրդ տալ ձեզ։ Դուք չեք կարող դա անել ձեր նախաձեռնությամբ, բայց եթե Աստված հուշի ձեզ, ինչու չասեք. «Տեր, իմ ամբողջ ուզածն այն է, որ քեզ ավելին ունենամ»։ Հաջորդը երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն։ Մեկ բան միշտ օգնել է ինձ Տիրոջ հետ իմ ճանապարհին։ Ես միշտ տեսել եմ, որ ինձ անհրաժեշտ է Տիրոջ ողորմությունը։ Իմ կյանքում օր չի եղել, որ չգիտակցեմ, ինձ պետք է Աստծո ողորմությունը։ Ես բնավորությամբ շատ ողորմած մարդ չեմ, բայց ասել եմ պետք է ողորմած լինեմ, որովհետև Աստծո ողորմությունը ինձ հարկավոր է և շատ խիստ։ Ինձ խորապես տպավորել են Պողոս առաքյալի խոսքերը առաջին Կորինթացիներին 7-րդ գլխի 25-րդ խոսքում։ Կարիք չկա բացելու, բայց մի հարցի մասին ասում է. «Կարծիքս եմ հայտնում, որպես մեկը, որ Տիրոջ ողորմությամբ արժանացել է հավատարիմ լինելուն»։ Մոտ 20 տարի առաջ ինձ ցնցեց այն միտքը, որ մենք չենք կարող լինել հավատարիմ մեր սեփական կամքով կամ ջանքերով։ Միայն Տիրոջ ողորմության շնորհիվ կարող ենք հավատարմությամբ ապրել։ Ես շարունակ ինձ հիշեցնում եմ դա։ Հետո գրված է. «Երանի սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն»։ Սա պարտադիր չէ, որ հակասական լինի, բայց հիշեք, առանց սրբության ոչ ոք չի տեսնի Տիրոջը։ Սրբությունը, կարծում եմ, սրտի մաքրությունն է։ Դա չի նշանակում մի քանի կրոնական կանոնների պահպանում, այլ մաքուր սիրտ ունենալ։ Այս անցած Պասեքի զատկի շրջանում, Իսրայելում, երբ նրանք նշում էին Պասեքը, գրեթե բոլորը մի բանում ներգրավված էին։ Ես մտածում էի այն փաստի մասին, որ հրեաները պետք է մաքրեին իրենց տունը հին խմորից։ Մտածեցի, դա վերաբերում է նաև ինձ։ Աստված ուշադրությունս սևեռեց այն բանի վրա, որ ունեմ շատ բաներ մտքումս, որոնք գալիս են դեռ փրկություն ստանալուցս առաջ, արտահայտություններ, պատկերներ, հիշողություններ, հին լեզվամտածողություն, տարբեր վախեր և անհանգստություններ։
They were all old leaven. Գիտակցեցի, որ դրանք բոլորը հին խմոր են։ And to purge them out of my life. Now, I am not Դիրքորոշում free of those վերցրեցի pressures, but every time I մաքրել come, դրանք իմ կյանքից։ I say, I've purged you Ես out. դեռ I ազատված am չեմ not այդ ճնշումներից, taking you back. բայց ամեն I անգամ, suggest երբ to you դրանք that գալիս maybe են, you should consider ասում whether եմ, there's old leaven ես քեզ մաքրել եմ, ես in քեզ your չեմ thinking, ընդունում։ in your attitude. Առաջարկում եմ ձեզ շատերդ մտածեք, թե արդյոք ձեր մտածողության, վերաբերմունքի, արձագանքի մեջ So they կա say, հին "Blessed խմոր։ are the peacemakers." Երանի սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն, երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ կկոչվեն։ Հրաշալի բան է խաղաղարար լինելը։ The attitude, "Blessed are Վերջին those երանելիությունը հետևյալն է. Երանի արդարության համար հալածվողներին։ Do you consider that a blessing? Դուք դա երանություն Jesus համարում եք։ said to his Հիսուսն disciples, ասաց իր "Blessed are աշակերտներին. you Երանի ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար բան զրպարտությամբ ասեն։ Ուրախացեք ու ցնծացեք, որովհետև երկնքում ձեր վարձքը շատ է, որովհետև այդպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզանից առաջ էին։ Երբ մարդիկ քննադատում են ձեզ, բամբասում, ստեր են տարածում ձեր մասին, դուք ուրախանում ու ցնծում եք։ Դա է ճիշտ արձագանքը։ Սրանք պարզապես փոքրիկ պատկերներ են, թե ինչ է նշանակում ունենալ գառան բնություն։ Դա լիարժեք ուսումնասիրություն չէ, բայց թույլ տվեք այս բաժինը եզրափակել մի փառավոր ճշմարտությամբ։ Այս պատերազմում հաղթում է գառը։ Սա հակասում է ամեն բնական ակնկալիքի, որովհետև ամբողջ զորությունը կարծես հակառակ կողմում է։ Ամեն բան կարծես ուղղված է Աստծո համար ապրող մարդկանց դեմ։ Բայց մենք ավելի քան հաղթողներ ենք նրա միջոցով, ով սիրում է մեզ։ Ես սիրում եմ Հայտնություն 5-րդ գլխի հատվածը, որտեղ Հովհաննեսը տեսավ գառնուկին։ Ուզում եմ կարդալ Հայտնություն 5-րդ գլխի առաջին 7 համարները։ Գահի վրա նստողի աջ ձեռքում մի գիրք տեսա, որ ներսից ու դրսից գրված էր եւ 7 կնիքով կնքված։ Մի զորավոր հրեշտակի տեսա, որ բարձրաձայն աղաղակում էր. «Ով է արժանի այս գիրքը բացելու եւ նրա կնիքները քանդելու»։ Ուժի հսկայական դրսևորում է տեղի ունենում, մի զորավոր հրեշտակ բարձրաձայն աղաղակում էր։ Ոչ ոք ոչ երկնքում, ոչ երկրի վրա, ոչ էլ երկրի տակ, որ կարողանար այդ գիրքը բացել եւ ոչ էլ նրա մեջ նայել։ Ես ուժգին լալիս էի, որովհետեւ չգտնվեց արժանի մեկը, որ գիրքը բանա եւ նույնիսկ նայի նրա մեջ։ Սակայն երեցներից մեկն ինձ ասաց. «Լաց մի եղիր, ահա հաղթեց առյուծը, Հուդայի ցեղից Դավթի արմատը, որ բացելու է գիրքը եւ քանդելու է նրա 7 կնիքները»։ Եվ Հովհաննեսը շրջվեց, որ նայի, եւ ես համոզված եմ, որ նա սպասում էր տեսնել շատ հզոր, փառահեղ, վեհաշուկ, հիացմունք ներշնչող առյուծ։ Իսկ ինչ տեսավ նա։ Բացարձակ տարբեր մի բան։ Տեսա, որ գահի 4 կենդանիների եւ երեցների մեջտեղում ասես մորթված մի գառ կար, որ 7 եղջյուր ուներ ու 7 աչք, որոնք Աստծո 7 հոգիներն են, որ ուղարկվում են ամբողջ երկրով։ Նա գառը եկավ ու վերցրեց գիրքը գահի վրա նստողի աջ ձեռքից։ Տեսնում եք, սա լիովին հակառակ է մեր բնական մտածողությանը, լիովին հակառակ է մեր ժամանակակից մշակույթին։ Որովհետև երկնքում ամենահզոր էակը մորթված գառնուկն էր։ Ինչ է ասում Աստված։
Եկեք այսպես նայենք, Հիսուսը տվեց իր կյանքը, մահացավ և թաղվեց։ Նա ինքն իրեն կյանքի չվերադարձրեց։ Հայրը նրան հարություն տվեց Սուրբ Հոգու զորությամբ։ Դու պատրաստ ես անցնել նույն ճանապարհով, մեռնել և մեռած մնալ, մինչև Աստված հարություն տա քեզ, որովհետև երբ Աստված է հարություն տալիս, դա այլ կյանք է, դա հաղթական կյանքն է, դա թագավորության կյանքն է, գառնուկի կյանքը։ Եվ ապա ողջ երկինքը հռչակում է գառնուկի արժանիքը։ Նույն գլխում 11-ից 12 համարներում գրված է. «Տեսա ու նաև լսեցի բազում հրեշտակների ձայնը, գահի, 4 կենդանիների և երեցների շուրջը, նրանց թիվը բյուրբյուրավոր, այսինքն 10 միլիոն, և հազարավոր էր, այսինքն 1 միլիոն։ Նրանք բարձրաձայն ասում էին. մորթված գառն արժանի է ընդունելու զորություն, հարստություն, իմաստություն, ուժ, պատիվ, փառք և օրհնություն»։ Ո՞րն է ճանապարհը դեպի աթոռը, խաչի և գերեզմանի ճանապարհը, և հարությունը Աստծո կամքով, ոչ թե մեր ջանքերով։ Ինչու են այսքան շատ քրիստոնյաներ պայքարում սեփական ուժով, որովհետև նրանք երբեք չեն անցել մահվան փորձառության միջով, երբեք չեն թողել Աստծուն գործել, երբեք չեն զգացել Աստծո հարության զորությունն իրենց կյանքում։ Ես չեմ խոսում Սուրբ Հոգով մկրտության մասին, դա հրաշալի է, բայց խոսում եմ կյանքի այն մակարդակի մասին, երբ կարող ես ասել, այլևս ոչ թե ես եմ ապրում, այլ Քրիստոսն է ապրում իմ մեջ։ Իսկ այժմ մարմնի մեջ ես ապրում եմ Աստծո Որդու հավատքով, ով ինձ սիրեց և ինքը իրեն տվեց ինձ համար։ Կարծում եմ լավ կլինի, եթե պարզապես միասին ասենք այդ պարզ արտահայտությունը։ Դա մեր սրտի երախտագիտության և գնահատանքի արտահայտությունն է։ Արժանի է գառը։ Կրկին, արժանի է գառը։ Եվս մեկ անգամ, արժանի է գառը։ Նա երկնքի կենտրոնն է լինելու հավիտյանս հավիտենից, և բոլոր զորավոր հրեշտակները, հրեշտակապետերը, սերովբեները և քերովբեները երկրպագելու են այդ մորթված գառնուկին։ Ինչպիսի դաս, ինչպիսի պատկեր։ Վերադառնում եմ այն մտքին, այսօր մարդկության մեջ գործում են երկու գերհոգևոր ուժեր։ Գառան հոգին և գազանի հոգին։ Վայրենի գազանի հոգին տիրում է, իշխում, վերահսկում, մանիպուլացնում, ամեն ինչ ենթարկելով իր ուժին։ Դա այն հոգին է, որն իշխում է քաղաքական աշխարհում, որն իշխում է բիզնեսի աշխարհում, բայց որ հոգին է իշխում իմ և քո կյանքում։ Վայրենի գազանի, թե գառան։ Չեմ կարծում, որ դրանց մեջտեղում մի բան կա։ Չեմ կարծում, որ մարդկությանը տրված է այլընտրանք։ Նրանք կանգնելու են ճիշտ նույն ընտրության առաջ, ինչ Աստված տվեց Իսրայելին։ Հիսուսին եք ուզում, թե Բարաբային։ Եվ հենց այդ պահին մենք արդեն արած կլինենք մեր ընտրությունը։ Եթե ապրել ենք գազանի հոգու իշխանության տակ, չենք կարող փոխվել։ Հավատում եմ, որ այդ զորությունն արդեն ազդեցություն է գործում մարդկության վրա,
անտեսանելի ոլորտում։ When the Antichrist is manifested, Երբ հակաքրիստոսը ի հայտ գա, նա արդեն ունենալու է իր հետևորդներին։ and I'm not speaking Ես ձեզ չեմ խոսում որպես ինձանից տարբեր մարդկանց։ Ես շարունակ անհանգստանում եմ իմ կյանքի համար, sure վստահ լինելու, որ չհայտնվեմ հակաքրիստոսի կողմում։ this is not a theory, Սա ինձ համար տեսություն չէ, it's for me a very սա շատ real իրական, practical. գործնական հարց է։ Now, I have one more thing to say. Ունեմ եւս մի բան ասելու եւ վստահ չէի, արժե դա ասել։ I told the people Ճաշի ժամանակ մարդկանց ասացի, որ եթե այս մասին քարոզեմ առանց Սուրբ Հոգու օծության, դա լիովին անիմաստ կլինի։ in vain. Ուզում եմ մի պահ խոսել ձեզ հետ արթնության մասին։ Գործնական իմաստով, մասնավորապես Մեծ Բրիտանիայում։ 1953 թվականին, երբ Լոնդոնի Բեյսուոթերում շատ փոքր համայնքի հովիվ էի, London. One night, մի գիշեր ժամը 2-ի կողմերը արթնացա, to be the time, երևում է այդ ժամին էր Աստված ինձ արթնացնում, and God, եւ Աստված խոսեց ինձ հետ լսելի ձայնով։ that's the Դա միակ անգամն է, որ լսել եմ նրա ձայնը այդ կերպ։ Չեմ ասում, թե դա այլ ձևերից ավելի հեղինակավոր էր, բայց ինձ համար բացառիկ էր։ unique for me. Նա որևէ ներածություն չարեց, Make any introduction. ուղղակի մի քանի հայտարարություն արեց։ Առաջին հայտարարությունն այն էր, որ կլինի մեծ արթնություն Միացյալ Նահանգներում եւ Մեծ Բրիտանիայում։ And Great Britain. Այն օրերին ես ոչ մի հետաքրքրություն չունեի Միացյալ Նահանգների նկատմամբ։ It was before Դա ժամանակ էր, երբ ինքնաթիռային թռիչքներ դեռ չկային, մենք էլ գրեթե ոչ մի գումար չունեինք, իսկ Միացյալ Նահանգները մեզ համար հեռու երկիր էր։ Այնուհետև Տերը մի քանի խոսք ասաց իմ ծառայության մասին, բայց ես երբեք ինձ ազատ չեմ զգացել այդ մասը բացահայտելու։ say what he said. Բայց նա ավարտեց այս խոսքերով. Բայց պայմանն է հնազանդություն, թե փոքր, թե մեծ բաներում, And in great, որովհետև փոքր բաներն այնքան կարևոր են, որքան մեծերը։ that's the great thing. And I went to the Bible and I studied it. Գնացի Աստվածաշունչը ուսումնասիրելու եւ տեսա, որ գրեթե ամեն տեղ, որտեղ գրված է փոքր եւ մեծ, միշտ նախ փոքրն է գրվում։ I also have read a certain amount Ես about նաեւ որոշ շափով ուսումնասիրել եմ արթնության պատմությունը եւ նկատել, one condition որ Աստծո ժողովրդի համար ամենակարևոր պայմանը fulfilled. հնազանդությունն է։ And sometimes it's Եվ երբեմն այդ հնազանդությունն արտահայտվում է այնպիսի բաների մեջ, որոնք կարծես անմիտ կամ անտեղի են արթնության թեմայի համատեքստում։ 39 Ահա ես 39 տարի անց I have never երբեք չեմ մոռացել Աստծո այդ խոսքը։ I have always believed it. Միշտ հավատացել եմ, որ դա Աստված էր, And I ով խոսեց, եւ ինչ որ իմաստով միշտ սպասել եմ, թե այն երբ կիրականանա։ Այժմ ես 77 տարեկան եմ եւ այն տպավորությունն ունեմ, որ Տերը ինձ չի կանչի իր մոտ, մինչեւ չտեսնեմ այդ արթնությունը։ personal, Դա իմ անձնական խորը համոզմունքն է։ and I am deeply Ես խորապես մտահոգված եմ իմ երկրի Բրիտանիայի համար։ Ինչպես ասացի երեկոյան էլ, այստեղ ոչ ոք ինձնից ավելի բրիտանացի չէ։ Երեկոյան հանդիպումից հետո USB-ի թիմը հարցազրույց վերցրեց ինձանից։ people last night after the meeting. And they said to me, do you think about Հարցրեցին, ինչ եք կարծում Բրիտանիայի մասին, հնարավոր է արթնություն լինի։ And I said, yes, I believe that. Ասացի, այո, ես հավատում եմ հնարավոր է։ Մի փոքրիկ օրինակ բերեցի, որն ինձ համար շատ պատկերավոր է դարձել։ Մի քանի տարի առաջ Հարավային Աֆրիկայում էի եւ այնտեղ մեկն ինձ պատմեց մի շրջանի մասին, որն անվանում են Նամակվալենդ։ Այստեղ մի հարավաֆրիկացի կա, նա գուցե գիտի, թե դա որտեղ է։ Ասացին, դա անապատային շրջան է, գրեթե ոչինչ չի աճում այնտեղ։ Կարող է տարիներով 5 կամ 6 տարի այդպես չոր ու անպտուղ մնալ։ Բայց որոշ հազվադեպ պահերի Նամակվալենդում առատ անձրև է գալիս։ Եվ երբ անձրև է գալիս, աշխարհի ամենագեղեցիկ ծաղկաշատ տեսարանն է հայտնվում։ Պատճառն այն է, որ այդ հողի տակ տարիներ շարունակ սերմեր են եղել, որոնք չէին ծլել չորության պատճառով։
they didn't germinate. But when the rain fell, all those Բայց երբ անձրևը գալիս է, այդ բոլոր քնած սերմերը հանկարծ պայթում են դեպի կյանք։ I believe Britain is like Ես հավատում եմ, որ Բրիտանիան նման է նամակվալենդին, չոր է ու անպտուղ, բայց խորքում կան under the surface աստվածաշնչյան ճշմարտության of biblical. սերմեր։ This nation as far Այս as ազգը իմ պատկերացմամբ իր երկար պատմության ընթացքում has had more Աստծո խոսքի նկատմամբ ավելի շատ բացահայտում է ունեցել, քան ցանկացած այլ the ազգ։ seeds, Սերմերը դեռ կան, and once the երբ rain անձրև գա, we'll be մենք astonished. զարմացած կլինենք, տեսնելով, թե ինչ է դուրս գալու։ Սա իմ հավատքն է, No, I իմ want to say տեսիլքը։ Ուզում եմ ասել, որ անհրաժեշտ է տարբերել արթնությունը եւ ավետարանչությունը։ Շատերը արթնության մասին խոսում են այնպես, կարծես դա ավետարանչություն է։ Ես ամբողջ սրտով հավատում եմ ավետարանչությանը, բայց երբ խոսում ենք արթնության մասին, դա այլ բան է։ we are talking about. Արթնություն նշանակում է վերադարձ կյանքի մի բանի, որ մեռել է։ Ավետարանչությունը ճշմարտության ներկայացումն են նրանց, ովքեր երբեք կյանք չեն ունեցել։ Had life. Արթնությունը դեպի կյանք վերադարձնելն են նրանց, ովքեր ունեցել են կյանք եւ մահացել են։ Ավետարանչությունը ուղղված է չփրկվածներին, իսկ արթնությունը եկեղեցուն։ Revival affects the church. Եվ քանի որ եկեղեցին Քրիստոսի մարմինն է, իսկ Քրիստոսը Տերը, Christ, and Christ is Lord. վերջապես Աստված փրկչական ոչինչ չի անի, եթե դա չանի իր մարմնի միջոցով։ He will never bypass the body. Նա երբեք չի շրջանցի իր որդու մարմինը։ Այսպիսով ամեն ինչ կախված է եկեղեցուց։ Հայտնի Ուելսյան արթնության ժամանակ, որը շատերին է հայտնի, Էվան Ռոբերտսը մի կարգախոս ուներ. Little slogan. Ծնկի բերեք եկեղեցին եւ աշխարհը ծնկի կգա։ Կարծում եմ դա լիովին ճշմարիտ է։ Totally true. Եթե եկեղեցին ծնկի գա, աշխարհը ծնկի կգա։ The world will bow. But if the church will not bend, God has no Բայց եթե եկեղեցին ծնկի չգա, Աստված այլ միջոց չունի հասնելու աշխարհին։ Հավատում եմ այս ազգի ճակատագիրը կախված է մեզանից։ depends on us. Մենք չենք կարող խուսափել մեր պատասխանատվությունից։ Let me suggest two Թույլ տվեք առաջարկել երկու պարզ եղանակ, որոնցով արթնությունը կփոխի եկեղեցին։ very Այն շատ պարզ է։ First of all, if you Առաջինը Եփեսացիների առաջին գլխի 22-ից 23 խոսքերում գրված է. Աստված Հիսուսին եկեղեցու գլուխ դրեց ամեն ինչից վեր։ Գրված չէ, թե Աստված պարտադրել է Հիսուսին եկեղեցուն։ Գրված է Աստված Հիսուսին տվեց եկեղեցուն որպես գլուխ։ and as I understand, Եվ որքան ես եմ հասկանում, գլխի գործառույթն է որոշումներ կայացնելը եւ նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելը։ Կասեմ ձեզ, որ այսօր եկեղեցում գրեթե ոչ մի բան չկա, որի մեջ Հիսուսին թույլատրվում է որոշումներ կայացնել եւ առաջնորդել։ and take the initiative. Նախաձեռնությունը վեր է առնվել նրա ձեռքից։ Taken out of his Այն հիմա մարդկային խմբերի, եկեղեցական խորհուրդների, հանձնաժողովների ձեռքում է։ and others. Boards. Ես մի քիչ անպարկեշտ եմ այս հարցում, բայց ապաշխարել եմ, որովհետև մեր ծառայությունն էլ ունի խորհուրդ։ As a young preacher, I used to be against Երբ boards. երիտասարդ քարոզիչ էի, And I want to say, եկեղեցական խորհուրդների դեմ էի։ Մի անգամ ասել եմ, վերջի վերջո նոր կտակարանում գրված է, որ փայտե տախտակները, որն անգլերենում հնչում է որպես խորհուրդ, նաև on the board, island of Malta, they got օգտակար to են, show որովհետև some երբ Պողոսը եւ նրա ուղեկիցները նավաբեկություն ապրեցին, Well, I've repented of Մալթա that կղզում, wrong attitude. նրանք ափ հասան ոմանք տախտակներով, ոմանք նավի մնացորդներով։ In that little book, Լավ, ես ապաշխարել եմ այդ սխալ վերաբերմունքի համար, բայց հիշեք, խորհուրդները Հիսուս Քրիստոս չեն։ Այդ փոքր գրքույկում, որ նոր եմ հասանելի դարձրել Իսրայելի եւ եկեղեցու ճակատագիրը, մի նախադասություն գրեցի, որն ինձ իսկապես գրավեց։ Մտածեցի, դա ես եմ գրել։ that which Ըստ էության ասել էի հետևյալը. Աստված միայն օրհնում եւ հաստատում է այն, I observed the things which ինչը God ինքն է նախաձեռնել։ Նկատել եմ, որ այն ամենը, ինչ Աստված է սկսել, աճում է, շարժվում է, կյանք եւ զորություն ունի։ Կարող եք հասկանալ, որքան մեծ հանդգնություն է եկեղեցուն վերցնել նախաձեռնությունը Հիսուս Քրիստոսի ձեռքերից։ to take the initiative out of the hands of Jesus Christ.
Բայց իրականում շատ քիչ փորձ է արվում իմանալ, թե ինչ է նա ծրագրել։ Իհարկե կան խմբեր, որոնք դա անում են։ Կարող էի անուններ տալ, բայց չեմ ուզում, դա կարող է խնդիր առաջացնել նրանց համար։ Բայց ես հավատում եմ, եթե պիտի լինի արթնություն, պիտի լինի հեղափոխություն, որում Հիսուսն իսկապես դառնա ամեն ինչի գլուխ եկեղեցու մեջ։ Ռութը եւ ես անդամներ ենք մի եկեղեցու Ֆորտ Լոդերդեյլում, ինչպես նաեւ Մահեշը։ Անունը Բարի լուրի եկեղեցի է, Good News Church։ GNC հապավումը կարող է նշանակել թե բարի լուրի շարժում, թե բարի լուրի եկեղեցի։ Մոտ 1.5 տարի առաջ քարոզում էի Հիսուսի որպես գլուխ լինելու այս թեման, դա այն պահերից էր, երբ խոսքս անցավ պլանավորածից։ Եկեղեցուն մասնավորապես 3 առաջնորդներին ասացի, դուք պետք է որոշեք ով է գլուխը։ Պատրաստ եք Հիսուսին ներս թողնել եւ իսկապես թույլ տալ, որ նա որոշումներ կայացնի եւ ծրագիր կազմի։ Հաջորդ շաբաթ եկեղեցական տեղեկատուի մեջ գրվեց. ներս արի Տեր Հիսուս։ Չեմ ասում, թե նա լիովին գլուխ է այդտեղ, բայց կարծում եմ նրանք շարժվում են ճիշտ ուղղությամբ։ Արթնության ժամանակ փոխվող մյուս ոլորտը հարսն է։ Եկեղեցին որպես հարս։ Իհարկե կան այլ ոլորտներ էլ, բայց ուզում եմ խոսել հենց այս մասին։ Հայտնություն 19:6-8 խոսքերում գրված է. Եվ լսեցի մի ձայն, նման մեծ բազմության եւ առատ ջրերի, ինչպես ձայնը ուժեղ որոտի, որ ասում էր Ալելույա, որովհետև թագավորեց ամենակալ Տերը, Աստված։ Ուրախանանք եւ ցնծանք ու փառք տանք նրան, որովհետև գառան հարսանիքը հասավ եւ նրա կինը պատրաստեց ինքն իրեն։ Նկատում եք, հարսը ինքը պետք է պատրաստ լինի։ Տեսնում եք արդյոք այսօր մի եկեղեցի, որ ջանասիրաբար պատրաստում է իրեն։ Շատ տեղերում գրեթե որևէ նշան չկա, որ հուշի այդ մասին։ Իսկ ահա այսպես է նա պատրաստվել։ Նրան տրվեց, որ հագնի սպիտակ, մաքուր եւ լուսափայլ բեհեզ, որովհետեւ բեհեզը սրբերի արդարությունն է։ Այսինքն, մեր հարսանեկան զգեստի հյուսվածքն են մեր արդար գործերը։ Եթե արդար գործեր չկան, ապա նյութ էլ չկա։ Հուսով եմ անլուրջ չեմ հնչում, բայց կարծում եմ ժամանակակից եկեղեցին ամենայն հավանականությամբ այնքան նյութ ունի, որ հազիվ մի բիկինի լինի։ Դա հարսանիքի համար հարմար չէ։ Մենք պետք է արդար գործեր կատարենք, որոնք համապատասխանում են մեր հավատքի դավանությանը։ Մեկ արդար գործի մասին արդեն շատ ենք խոսել, Արքայության ավետարանի հռչակում բոլոր ազգերում։ Եթե դա չենք անում, չենք կարող սպասել, որ կունենանք այնպիսի հագուստ, որը կհամապատասխանի հարսանիքին։ Իմ հասկացողությամբ, երբ մարդ հավատում է Հիսուս Քրիստոսին որպես անձնական փրկիչ, նրա արդարությունը վերագրվում է այդ մարդուն։ Դա վերագրված արդարություն է։ Բայց այստեղ խոսվում է գործածված արդարության մասին, արդար գործերի մասին, այսինքն վերագրված արդարությունը պետք է արտահայտվի իրական արդարությամբ։ Ուզում եմ մի բան էլ ասել գարան մասին եւ վերջ։ Ինձ համար սա սահմռկեցուցիչ է։ Նպատակ չունեմ ձեզ միտումնավոր վախեցնելու, բայց կարծում եմ երբեմն պետք է նաեւ վախենանք։
Տարիներ առաջ ազատագրության մի ծառայությունից հետո մի կին մոտեցավ ինձ եւ ասաց. «Պրինց եղբայր, դու ինձ վախեցնում ես»։ Ասացի. «Հնարավոր է դուք իսկապես կարիք ունեք վախենալ»։ Սա անձամբ ինձ վախեցնում է։ Սրանք հայտնություն 6-րդ գլխի վերջին համարներն են։ Սա ինձ հետաքրքիր է, որովհետև Ռութն ու ես 2-3 անգամ ընթերցեցինք հայտնությունը եւ առանձնապես խորը հասկացողություն չունեինք, բայց հիմա առանց փնտրելու պարզապես քարոզում եմ հայտնությունից։ Տեսնում եք, երբ Աստծո խոսքը ներս ես ընդունում, կարիք չկա շատ մտածելու, այն մի օր դուրս կգա։ Հիմա կկարդամ հայտնություն 6-րդ գլխի 12-ից 17 խոսքերը եւ սա կլինի իմ ավարտական հատվածը։ Տեսա, երբ 6-րդ կնիքը բացեց, մեծ երկրաշարժ եղավ։ Արեգակը մազեղեն քրձի պես սև դարձավ, իսկ լուսինը ամբողջովին արյան պես դարձավ։ Եվ երկնքի աստղերը երկրի վրա թափվեցին, ինչպես թզենին է իր խակ պտուղները թափում սաստիկ քամուց շարժվելուց։ Երկինքը գալարվող մագաղաթի փաթույթի պես քաշվեց, եւ բոլոր լեռներն ու կղզիներն իրենց տեղից շարժվեցին։ Սա խոշոր երկրաշարժ է, հավատում եմ, սա կլինի աշխարհի ավարտը, եւ երկրի թագավորները, մեծամեծներն ու հարուստները, հազարապետներն ու զորավորները, բոլոր ծառաներն ու բոլոր ազատները թաքնվեցին քարայրներում ու լեռների ծերպերում։ Եվ լեռներին ու ժայռերին ասում էին. ընկեք մեզ վրա ու ծածկեք մեզ գահի վրա նստողի երեսից եւ գառան բարկությունից, որովհետեւ նրա բարկության մեծ օրը եկել է եւ ով կարող է դիմանալ։ Ձեզանից քանիսն են երբևէ տեսել բարկացած գառ։ Կարծում եմ երբեք չի եղել նման բան։ Դա ամբողջովին հակասում է գառան բնույթին։ Բայց պատմության այս կիզակետում նրանք, ովքեր մերժել են Աստծո ողորմությունը, կտեսնեն բաց երկինք եւ նրա միջով մարդկության համար երբևէ ամենասարսափելի տեսարանը գառան բարկությունը, որովհետև երբ Աստծո ողորմությունն ու համբերությունը վերջապես սպառվեն, կհայտնվի այնպիսի մի Հիսուս, որին ոչ ոք երբևէ չի տեսել։ Կհայտնվի գառան բարկությունը, որպեսզի պատկերացնենք, մարդիկ կցանկանան քարայրներում մեռնել, միայն թե չտեսնեն այդ սարսափելի տեսարանը։ Իրականում այլևս շատ բան չունեմ ասելու։ Գիտեմ, որ ընդունված չէ նման կերպ ավարտելը։ Ուզում եմ մի բան էլ ասել կապված արթնության հետ, ինչը լիովին չի անջատվում արդեն ասվածից։ Դոն Դաբլն ինձ գրել էր, մինչ այս ճամբարը կգայինք, եւ ասել էր հետեւյալը. աղոթել եմ Մալվերնում հաջորդ տարվա ճամբարի համար։ Միակ խոսքը, որ ստանում եմ, սա է. հրավիրիր Դերեկ Պրինսին։ Սովորաբար արագ պարտավորություններ չեմ վերցնում, բայց երբ ստացա այդ նամակը, զգացի, պետք է ասեմ այո։ Եվ ասացի այո։ Եթե Աստված կամենա, Ռութը եւ ես հաջորդ տարի այս ժամանակ կրկին այստեղ կլինենք։ Ինչ որ կերպ ներքին զգացողություն ունեմ, որ դա կապ ունի Բրիտանիայում արթնության հետ։ Գիտեք, դա կլինի ճիշտ 40 տարի անց, այն օրից, երբ Տերը խոսեց ինձ հետ 1953-ին։ Սպասում ունեմ եւ հուզմունք եմ ապրում։ Բայց եկեք հիշենք, որ արթնությունը չի գալիս, քանի դեռ չենք բավարարել Աստծո պայմանները։
Աստված ինքնիշխան է, բայց նրա ինքնիշխանությունը արտահայտվում է նրանով, որ մեզ մղում է կատարելու իր պահանջները։ Շատերը մարգարեանում են արթնության մասին, համոզված չեմ, որ դա օգնում է, որովհետև մարդիկ կարող են մտածել արթնությունը գալիս է, պետք չէ շատ բան անել։ Ես դա այդպես չեմ տեսնում։ Հավատում եմ, արթնությունը կգա, երբ Աստծո ժողովուրդը կկատարի նրա պայմանները։ Ցանկանում եմ առաջարկել ձեզ, ովքեր կապված եք բարի լուրի շարժման հետ և մասնակցում եք այս ճամբարներին, իսկապես ժամանակ հատկացնեք Աստծուն փնտրելու համար, իմանալու թե որն է նրա ծրագիրը 1993 թվականի համար։ Զգում եմ դա տարբեր է լինելու։ Այս տարի ինձ տպավորություն էր տվել, որ պետք է խոսեմ վերջին ժամանակների մասին, որովհետև եթե Աստծո ժողովուրդը անտեղյակ է, դրան չի կարող իմաստությամբ արձագանքել Աստծո ծրագրին։ Իսկ հաջորդ տարի չգիտեմ ինչի մասին կխոսեմ, բայց հավատում եմ դա կապված կլինի այն բանի հետ, թե ինչ պետք է անենք ու լինենք, եթե իսկապես ուզում ենք արթնություն։ Եթե դուք էլ այստեղ եք լինելու և մենք էլ, ապա խնդրում եմ նախապատրաստեք ձեր սրտերը։ Այս հարցը պահեք Աստծո առաջ աղոթքով, որովհետև ոչինչ չի կարող փրկել այս ազգին աղետից, բացի Սուրբ Հոգու զորությամբ եկեղեցու ինքնիշխան արթնությունը, մի արթնություն, որ կվերադարձնի սրբությունը, արդարությունը, Տիրոջ վախը և ճշմարտախոսությունը։ Ինչպես արդեն ասել եմ, հավատում եմ ավետարանչությանը, բայց ավետարանչական գործունեության վերջնական նպատակը մեղավորներին եկեղեցու մեջ բերելն է, բայց ինչ եկեղեցի ենք նրանց բերելու։ Չեմ ուզում երկար ծանրանալ սրա վրա, բայց 1954-ին, երբ Բիլի Գրեհեմը առաջին անգամ եկավ Հարինգեյ, ես այդ քարոզչական արշավի ընթացքում խորհրդատու էի։ Խորհրդատվություն տրամադրեցի 22 հոգու և յուրաքանչյուրի վերաբերյալ գրառում արեցի, պետք է նրանց հետևեինք զանգերով, նամակներով և ես ամեն ինչ հնարավորինս լավ արեցի, բայց ամեն ինչի վերջում ստիպված եղա ընդունել, որ այդ 22 հոգուց հավանաբար միայն երկուսն էին մնացել որպես իսկապես նվիրված քրիստոնյաներ։ Այդ երկուսը միացան իմ համայնքին։ Ես չխնդրեցի, չհրավիրեցի, բայց չեմ հավատում, որ կհարատևեին, եթե Աստծո խոսքի ուսուցման ներքո չգտնվեին։ Այսպիսով, որքան ուզում եք եռանդով ու ակտիվ կերպով աշխատեք ավետարանչական դաշտում, բայց ինչ միջավայրի մեջ ենք բերում այդ մարդկանց։ Այդ ժամանակ Լոնդոնում մի քրիստոնյա հեգնանքով ասել էր. ոչ մի իմաստ չունի կենդանի ճուտիկին դնել մեռած մայր հավի տակ։ Առաջին բանը, որ պետք է անենք, հավը կենդանացնելն է, որպեսզի ճուտը գոյատևի։ Ճիշտ չէ։ Ամեն։ Այժմ սիրելի եղբայրներ և քույրեր, հնարավոր է ձեր մեջ ոմանք իսկապես լաոդիկեցիներ եք։ Դուք աղքատ եք, կույր, մերկ, թշվառ և չգիտեք այդ մասին։ Դուք իրականում հանձնված չեք Տեր Հիսուսին, դուք չեք հետևում գառանը։ Կանչված չեք, ընտրված և հավատարիմ չեք։ Եվ եթե դուրս գաք այս ճամբարից այդ վիճակում, ձեր ապագան կարող է շատ վտանգավոր լինել։ Ուզում եմ մի վերջին բան անել, հրավիրել ձեզ, ովքեր իսկապես գառան հետևորդներ չեք։ Հնարավոր է եկեղեցու անդամ եք, բայց ձեր կյանքում Հիսուսի Տեր լինելու հանդեպ լուրջ հանձնառություն չկա։ Սա ձեր վերջին հնարավորությունն է այս ճամբարում։
Խնդրում եմ, աղոթեք հենց ձեր տեղում։ Face the truth. Նայեք ճշմարտության աչքերին, As the Bible says, consider your ways. ինչպես Աստվածաշունչն է ասում, քննեք ձեր And ճանապարհները։ then if you feel that you would be Եվ եթե unhappy զգում եք, որ to leave ուրախ this չեք camp, լինի այս ճամբարից դուրս գալ ձեր այսօրվա հոգևոր վիճակով, չեք ուզում խավարի մեջ գնալ, go out into the dark, not չիմանալով knowing where you'll end ուր up, կհասնեք, I would invite you to make a decision. ապա հրավիրում եմ, այս գիշեր կայացրեք լուրջ որոշում ամբողջությամբ ձեզ հանձնելու Տեր Հիսուս Քրիստոսին եւ կատարելու այն ամենը, And do whatever he leads you. ինչ նա կասի։ I'm going to ask Jonathan Ցանկանում եմ խնդրել Ջոնաթանին, ինչպես նախապես խնդրել էի, որ մեզ առաջնորդի, արժանի է գառը երգի մեջ։ worthy as the lamb. Jonathan, are you there? Now, as Մինչ Jonathan Ջոնաթանը կառաջնորդի երկեցողությունը եւ մենք and we are երգենք, singing, if you եթե want դու to ցանկանում make ես that kind of կատարել commitment, այդ տեսակի նվիրում, որի մասին արդեն խոսեցի, you may get up կարող ես where you կանգնել, are գալ առաջ and come եւ to մենք կաղոթենք քեզ and համար։ we will pray with you. And there are people here Այստեղ who մարդիկ կան, minister որոնք կծառայեն քեզ, որպեսզի դու այստեղից դուրս չգնաս կիսատ ընծայված, half անվստահ։ unsure. Շատ բարի, Right? բարձ է You heard what I ասածս։ say? Ես նորից I'm not կասեմ։ going to renew this appeal. This is the last time I'll say it. Սա իմ վերջին կոչն է։ But if you are really concerned about Բայց եթե the դու well-being անհանգստացած of ես your քո soul, կյանքով եւ քո ապագայով, you'll never have a better դու ավելի opportunity լավ հնարավորություն չես than you ունենա, have here tonight քան ունես to այս settle. գիշեր։ Just want to say that Պարզապես ուզում եմ ասել, որ Սուրբ Հոգին ցույց տվեց ինձ, որ առնվազն երկու տղամարդ կա այստեղ, ովքեր երկու կարծիքների արանքում տատանվում են։ and this may be your Եվ last գուցե սա քո վերջին հնարավորությունն է, to come որ գաս Տեր Հիսուսին։ Jesus.